Հեզաճկուն ու նուրբ շարժումներով բեմին փոքր պատանի պարուհիներն են, որոնք ներկայացնում են դասական բարի ոգին ու հմայքը։ Պարարվեստի բոլոր էլեմենտները սովորել, հմտացրել են Վարդուհի արվեստի դպրոցում։ Մշակույթի ու արվեստի կենտրոնը նշում է հիմնադրման 10-ամյակը։ Կրթական հաստատությունը նվիրումով է ճանապարհ հարթում իր սաների համար։ Հեղինակավոր արվեստի դպրոց ունենալ Գյումրիում կարևոր նպատակ է եղել հայ բարերար բժիշկ Հովհաննես Օյունջյանի համար։ Նա հավատում էր, որ հենց այստեղից են ծնունդ առնելու ապագայի լուսավոր արվեստագետները։ Նրա հայրենանվեր նպատակները իրականություն են դառնում նվիրյալ մանկավարժների շնորհիվ։ Դոկտոր Օյունջյանը գիտակցում էր եւ ինչպես բազմիցս նա արտահայտվել է, նա տեսնում էր Հայաստանի զարգացման առանցքը կրթությունը որպես եւ նա իր ներդրումները կատարեց կրթության բնագավառում։ Նա վերակառուցեց 21 միջնակարգ դպրոց վարժարանը, ապա կառուցեց Վարդուհի արվեստի դպրոցը եւ Աղավնի արվեստի կենտրոնը։ Իդեպ նշեմ, որ դոկտոր Օյունջյանն էլ 105-ամյակն է լրանում այս տարի։ Չնայած իր շատ կարճ կենսագրությանը Վարդուհի արվեստի դպրոցը գիտեք հասել է մեծ նվաճումների եւ դարձել է լուսավոր կետ Գյումրի եւ ոչ միայն Գյումրի, այլև Հայաստանի կրթամշակութային քարտեզի վրա։ Շուրջ 200 աշակերտ է սովորում, հմտանում եւ արվեստին տիրապետում դպրոցի 3 հիմնական ճյուղերում՝ գեղանկարչություն, երգերաշտություն եւ դասական պար։ Ձեռք բերած հմտություններն ու շնորհը հանդիսատեսի լայն շրջանակի առջև ներկայացնելու պատիվ ունեցան սաները հոբելյանական օրվա առիթով։ Մեծ բեմում երաժշտական տարբեր նվագարաններով կատարումներ էին, հմայիչ պարեր, իսկ թատրոնի ճամասրահում գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն։ Սա այն դպրոցն է, որտեղ յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Ես տեսել եմ նույնիսկ ակադեմիայում, որ յուրաքանչյուր դասախոս փորձում է ուսանողին սովորեցնել ինչպես նկարել։ Իսկ մենք շեշտը դնում ենք ոչ թե ուսուցչի նկարելու ոճի վրա, այլ յուրաքանչյուր երեխա բնությունից ինչ օժտվածություն ունի, եւ մենք խրախուսում ենք այդ անհատականությունը։ Ու այստեղ տեսնում եք եւ Գյումրիի տեսարաններ, եւ բնանկարներ, եւ նատյուրմորտներ, եւ յուրաքանչյուրի մոտ նայես կոմպոզիցիոն վարպետություն կա ու հասուն վրձին։ Ես չգիտեմ, հիմա կեսը շարունակում իր ուսումը եւ Գյումրիի ակադեմիայում եւ Երևանում, բայց փաստն է, որ նույնիսկ եթե նկարիչ չդառնան, նույնիսկ եթե երաժիշտ կամ պրոֆեսիոնալ պարուհի չդառնան, հաստատ կդառնան բարձր ճաշակի քաղաքացի։ Վարդուհի արվեստի դպրոցը միակն է Գյումրիում, որտեղ պահպանում են դասական պարը, բալետը, նուրբ արվեստը հասանելի դարձնելով գյումրեցի աղջիկներին։ Այստեղ մարմնի լեզուն դառնում է մտքի ու հոգու արտահայտման միջոց, որտեղ խոսում են շարժումները։ Վարդուհի արվեստի դպրոցը հստակ նպատակներ ունի այս ուղղությամբ։ Շատ քիչերը գիտեն, որ բուն հայոց հողում բալետային արվեստը նույնպես այս քաղաքում է ծնունդ առել 1924 թվականին իդեմս Վալպուրյան գիշերի մի փոքր բալետային խումբ, որ մաս է կազմում Գյումրիի օպերետային թատերախմբի, նահա այդ թվականին, եթե չեմ սխալվում, հունիսի ներկայացրել է առաջին բալետային բեմադրությունը Հայաստանում։ Վարդուհին էլ դրա ավանդների շարունակողն է։ Արվեստի դպրոցը ինքնուրույն ձեռագիր ունեցող դպրոց է, շատ յուրատիպ, շատ պատասխանատու եւ մի փոքր այսպեսի հարց կա, որ շատերը ձգտում են ուղղակի գնալ այդ դպրոց։ Այդ դպրոցում հավաքում են քաղաքի ավելի այսպես ասեմ օժտված երեխաներ։ Այդ շահեկան է դպրոցի համար, բայց ի պատիվ դպրոցի պետք է ասել, որ հրաշալի կոլեկտիվ է, հրաշալի աշխատանք։ Վարդուհի արվեստի դպրոցում յուրաքանչյուր սան այս կերպ պարտավորվում է արժևորել հայկական մշակույթը, հավատարիմ մնալ ազգային ակունքներին։ Այս պատանիներն են մշակույթը հանրահռչակում տարբեր բեմերում ու մրցույթ փառատոներին։ Երջախումբը անցած տարի Հայաստան համահայկական մրցույթում գրանպրի շահեց։ Վերջերս մեր բալետի խումբը, որ դուք տեսաք, Երևանում եւս գրանպրի շահեց եւ իդեպ հրավիրվեց Դուբայ։
Վարդուհի արվեստի դպրոցն այս տարիների ընթացքում մասնակցել է եւ Արցախ դասական երաժշտության փառատոնին, եւ Հայաստան երգչախմբային փառատոնին, եւ դասական ուրբաթ նախագծին, եւ ամենատարբեր ցուցահանդեսների համակարգային գրեթե բոլոր այն միջոցառումներին, որոնց մասնակցում են համայնքապատկան արվեստի, երաժշտական, արտադրոցական ուսումնական հաստատությունների սաները։ Այս 10 տարիների կարևոր ձեռքբերումները արվեստի դպրոցը ամբարել է ուսուցիչների, պատասխանատուների նվիրումի շնորհիվ, որոնց անունները մեկ առ մեկ հնչում են բեմից, շնորհակալության չդադարող ծափերով։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։